Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր ապրիլի 23-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է Լատվիայի ու Եվրամիության համար։ Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի ջանքերը մակում թուրքական պետությունների կազմակերպության պաշտոնական կարգավիճակ ստանալու համար։ Երևանը մոտեցել է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Մեր խառնաշփոթ ժամանակներում ես նկատի ունեմ Եվրոպայում եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, բոլոր աշխարհաքաղաքական մարտահրավերները, մենք փորձում ենք գտնել համագործակցության նոր ուղիներ մեր լավ եւ վստահելի գործընկերների հետ։ Այս մասին ասել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը Բաքվում անցկացված Ադրբեջան-Լատվիա գործարար ֆորումում իր ելույթում։ Ադրբեջանը միշտ եղել է կա եւ կշարունակի մնալ Լատվիայի հիմնական առևտրային գործընկերը Հարավային Կովկասում եւ իհարկե ավելի լայն տարածաշրջանում, ընդգծել է Էդգար Ռինկևիչը։ Նա նշել է, որ որպես Եվրամիության տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ, Լատվիան պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ այդ կազմակերպությունների շրջանակներում։ Մենք նաեւ բարձր ենք գնահատում այն, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է ոչ միայն Լատվիայի, այլև շատ եվրոպական երկրների համար, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում եւ ամենակարևորը էներգետիկ ոլորտում, ընդգծել է Էդգար Ռինկևիչը։ Միլլի մեջլիսում տեղի է ունեցել Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումը։ Հանդիպմանը Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան նշել է Բաքվի եւ Ռիգայի միջև միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, մասնավորապես փոխադարձ այցելությունների եւ խորհրդարանական բարեկամության խմբերի հատուկ դերը այդ կապերի զարգացման գործում։ Զրույցի ընթացքում նա Լատվիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, մեր երկրի անկախության եւ խորհրդարանականության պատմության, ինչպես նաեւ Միլլի մեջլիսի կառուցվածքի ու գործունեության մասին։ Էդգար Ռինկևիչը ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է եւ Լատվիայի եւ Եվրամիության համար։ Լատվիայի նախագահը նաեւ նշել է, որ Ռիգան ողջունում եւ աջակցում է Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացին։ Ռինկևիչը նշել է նախագահ Իլհամ Ալիևի նշանակալի ջանքերը խաղաղության գործընթացում։ Լատվիայի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերը եւ այցի ընթացքում ձեռք բերված համաձայնագրերը շուտով արդյունքներ կտան։ 2025 թվականին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ամրապնդել է տարածաշրջանում առկա հակամարտությունների մարտահրավերների եւ բացասական հետևանքների դիմակայելու Երևանի կարողությունը։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին Հունաստանում կայացած Դելֆիի տնտեսական ֆորումում հայտարարել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ Հայաստանը ռուս-ուկրաինական եւ մերձավոր արևելյան հակամարտությունների Հարավային Կովկասի վրա բացասական ազդեցության ֆոնին ակտիվորեն աշխատում են վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Երևանը մոտեցել է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ադրբեջանի հետ ստորագրված Վաշինգտոնի խաղաղության հռչակագիրը իրական խաղաղություն բերեց մեր տարածաշրջան։ Սա նաև ամրապնդել է տարածաշրջանային հակամարտությունների կողմից առաջ քաշված մարտահրավերներին մեր դիմադրողականությունը, ասել է Գրիգորյանը։ Նա նաև ընդգծել է, որ չնայած Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի համաշխարհային գների կտրուկ աճին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցություն նպաստել է երկրի էներգետիկ շուկայի կայունացմանը։ Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի ջանքերը մակում թուրքական պետությունների կազմակերպության պաշտոնական կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտարարել է մակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ եւ նախկին փոխարտգործնախարար Ահմեդ Ելդոզը։ Նրա խոսքով այս կարգավիճակի ստացումը թուրքական պետությունների հիմնական նպատակներից մեկն է։ Ելդոզը պատմել է մակում թուրքական լեզվի ճանաչման ջանքերի մասին եւ ընդգծել, որ կազմակերպությունը դեկտեմբերին կնշի թուրքական լեզվի օրը։ Որոշ լեզուներ
Օրինակ պորտուգալերենը եւ ռուսերենը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներ չեն, բայց դրանց նվիրված են հատուկ օրեր, ասել է նա։ Նրա խոսքով թուրքական պետությունների կազմակերպության հիմնական նպատակներից մեկը կազմակերպության միջազգային մակարդակով ավելի լայն ճանաչումն է։ Մենք այս ոլորտում աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ։ Շատերը դեռևս բավարար չափով տեղեկացված չեն թուրքական պետությունների կազմակերպության մասին, եւ թուրքերենի օրը լրացուցիչ հարթակ կդառնա դրա ներկայացման համար, հավելել է նա։ Ադրբեջանի հունարոմեական ոճի մշամարտի հավաքականը թիմային հաշվարկում պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված մայրցամաքային առաջնությունում։ Մեր հավաքականը նվաճել է 2 ոսկե, 3 բրոնզե մեդալ եւ 133 միավորով կրկին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Թուրքիան զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Վրաստանը 3-րդը։ Հասրատ Ջաֆարովը եւ Գուրբան Գուրբանով ազգային հավաքականի կազմում նվաճել են ոսկե մեդալներ, իսկ Ռաշադ Մամեդովը, Նիհատ Մամեդլին եւ Իսլամ Բասովը բրոնզե մեդալներ։ Հիշեցնենք, որ հունարոմեական ոճի մշամարտի մեր հավաքական անցյալ տարի նույնպես նվաճել էր Եվրոպայի առաջնության տիտղոսը։ Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում անցկացված մայրցամաքային առաջնությունում ադրբեջանցի ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի, որտեղ նա հանդիպել է տեղի բնակիչների հետ եւ Վարդանանց հրապարակում կազմակերպել համերգ, լայն արձագանք եւ բուռն քննարկումներ է առաջացրել Հայաստանում։ Վարչապետի մարզային այս ակտիվ քարոզարշավը վառ կերպով ցույց է տալիս, որ այն պայմաններում, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի քաղաքացի գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը շարունակում են հանդես գալ ռևանշիստական եւ թշնամական հայտարարություններով, գործող իշխանությունը հետևողականորեն առաջ է տանում խաղաղության օրակարգը։ Հայ լրագրողները հարցում են անցկացրել Գյումրիում, բարձելու քաղաքացիների կարծիքը վարչապետի այցի վերաբերյալ։ Որովհետև մեր երկրի ապագա երեխաները շատ լավ հասկանում են, որ այս երկիրը մեր հզոր վարչապետն է տանում խաղաղության ու դեպի պայծառ ապագայի։ Այս երեխեքը մեզանից շատ խելացի են ու շատ լավ հասկանում են։ Ոնց որ մի մոհաստ ասում են, պերաշկի է ուտում, լավա որ Քոչարյանն էր մարդ էր ուտում։ Վարչապետի հետ դժոխ կելնի կգնա։ Վայ, իսկապես որտեղից է գալիս ձեր այդ սերը վարչապետի հանդեպ։ Բոլոր կողմ։ Տարբեր լրատվական դաշտերի սնուցում են տարբեր ռուսամետ կիսահայահպատակ, սենց մի հատ կիսաավիրված կառույցներ, ղեկավարներ, որոնք իբր թե շապիկ են հագել ու վրան գրել են բարերար։ Չկա Հայաստանի Հանրապետությունը, եթե բարերարներ ունենար, մեծ բարերարներ ունենար, Հայաստանի Հանրապետության սահմանին դարդակ ուշոնքի բանկա կախած չէ լինի, այսքանը չեմ ուզում ավելացնել։ Ուզում եմ ասեմ, որ նայեք այս ժողովրդին ու սպասեք ամսի 7-ի այս ժողովրդի հաղթանակին, որը եւս հաղթել է 18 թվին։ Տեղի լրագրողները հարցում են անցկացրել նաեւ Երևանի փողոցներում, բարձելու քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ։ Այո, ես եմ սիրում։ Համեմատած մյուսներին Նիկոլ Փաշինյանի իհարկե ոչ։ Լավ մարդ չի։ Լավ ղեկավար չի, լավ մարդ չի։ Հաստատ սիրում եմ, համաձայն։ Դուք սիրում եք։ Հա։ Ինչու եք սիրում։ Ինչու է արժանացել ձեր սիրուն Փաշինյանը։ Ժողովուրդը սկսել է լավ։ Տեսնում եմ այն, ինչ որ տենում ամբողջ ազգը։ Ինչ եք տեսնում իրենք։ Բարեփոխումները մեծ համար։ Դեպի լավ։ Մեր ղեկավարն է, մենք ենք ընտրել, սիրում ենք, գնահատում ենք իր աշխատանքը։ Բավական շատ փոփոխություններ կա երկրում։
Շնորհակալ լինենք, ամենալավ զգացողություն։ Հարցումները հստակ ցույց են տալիս, որ քաղաքացիների զգալի մասը ոչ միայն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև բացահայտ ընդգծում է, այսօր երկրին անհրաժեշտ է հենց նրա վարած քաղաքական կուրսը, ուղղված կայունության եւ երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Միևնույն ժամանակ քաղաքացիները կտրուկ մերժում են ռևանշիստական տրամադրությունները, հստակ ուղեր ցաղելով, որ հասարակությունը չի պատրաստվում վերադառնալ Ղարաբաղյան հանցավոր կլանի վարած վտանգավոր եւ կործանար սցենարին։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։